Ողջույն հարգելի բարեկամներ, ես բազմաթիվ անգամներ խոսել եմ այն հանցագործությունների մասին, որ տեղի է ունեցել վերջին տարիների ընթացքում, հանցագործություններ, ապօրինություններ, պետական մասշտաբի հանցագործություններ, խոշոր ծավալ, միջազգային մասշտաբի հանցագործություններ, կառավարության կողմից առերևույթ իրականացված, որը տեղի է ունեցել պարլամենտի վերահսկողության ներքո։ Ես հիշում եմ, երբ երկրաշարժ տեղի ունեցավ 88 թվականին, Գյումրիում այսպիսի մի խոսք էր թևածում, ասում էին ինչ որ մարդկանց համար ժաշկ էր, ինչ որ մարդկանց համար հրաշք էր։ Ինչի էին սա ասում, որովհետև շատ մարդիկ գողանում էին, շատ մարդիկ կարողացան այդ ընթացքում խանութներ թալանել, հետագայում երբ օգնություններ էր գալիս, օգնություններից էին օգտվում եւ այդպիսի ցավոտ արտահայտություն կար ժողովրդի մեջ։ Ուրեմն այդ ողբերգությունից մի քանի տասնյակ տարի անց տեղի ունեցավ մեկ այլ ողբերգություն եւ որոշ մարդկանց համար ողբերգություն էր, որոշ մարդկանց համար հիմա դուք ինքներդ ասեք, թե ինչ էր։ Տարիներ շարունակ Հայաստանի Հանրապետության բյուջեից գումարներ են ուղղվել Արցախի ներդրումային հիմնադրամ, հարգելի բարեկամներ, եւ 2023 թվականի ապրիլ ամսին Արցախի ներդրումային հիմնադրամի գործադիր տնօրենը կամ նախագահը, ով ի պաշտոն է նաեւ այսինքն Արցախի պետնախարար, ով ի պաշտոն է նաեւ այդ կազմակերպության ղեկավարն է, ասում է, հայտարարում է, բաց է այս տեղեկությունը, որ Արցախի ներդրումային հիմնադրամին միայն ժամկետած պարտավորությունների թիվը կազմում է 400 միլիոն դոլար։ Այսինքն Փաշինյան Նիկոլի եւ Արայիկ Հարությունյանի կառավարման տարիներին Հայաստանի Հանրապետությունից գումարը գնացել է Արցախի ներդրումային հիմնադրամ եւ այնտեղ վերաբաշխվել է գումարները։ Հիմա ես ձեզ ներկայացնում եմ այն կազմակերպությունների անունները, որոնք պարտք են եղել Արցախի ներդրումային հիմնադրամին եւ որոնք պարտքերը այդպես էլ չեն մարել։ R-Power SP 18 միլիարդ դրամ։ Իմ ունեցած տվյալներով R-Power SP-ն պատկանում է Սերժ Սարգսյանի կրտսեր փեսային։ 18 միլիարդ դրամ պարտք է ունեցել Արցախի ներդրումային հիմնադրամին, Արցախը լուծարվել է, բնականաբար լուծարվել են բոլոր պետական կազմակերպությունները, Արցախի ներդրումային հիմնադրամը ևս։ Gold Star PB 17 միլիարդ դրամ։ Dominic System SP 5 միլիարդ 250 միլիոն դրամ։ Իմ ունեցած տվյալներով, հարգելի բարեկամներ, Dominic System SP-ն պատկանում է ուրեմն կամ աֆիլիացված է Արցախի Spetsnaz-ի հրամանատար Գագիկ Սարգսյանին, սա այն անձնավորությունն է, ով ուրեմն ում բերել էին մարտի 1-ի դեպքերի ժամանակ զորքերի հետ բերել էին ժողովրդին ճնշելու համար։ Ահա Փաշինյան Նիկոլի եւ Արայիկ Հարությունյանի կառավարման տարիներին Փաշինյան Նիկոլի կառավարությունը այսպիսի ֆինանսական ծառայություն է մատուցել մարտի 1-ին, ինչպես ինքն է ասում, մարտասպաններին։ Dominic System SP 5 միլիարդ 250 միլիոն դրամ։ Beige Meters PB 4 միլիարդ 767 միլիոն դրամ։ Space Group 2 միլիարդ 742 միլիոն դրամ։ Fitness հիպոթեկային կազմակերպություն 2 միլիարդ 542 միլիոն դրամ։ Հիմնակար PB 1 միլիարդ 944 միլիոն դրամ։ Դորոժնիկ SP 1 միլիարդ 382 միլիոն դրամ։ Դորոժնիկ SP-ն, հարգելի բարեկամներ, իմ ունեցած տվյալներով պատկանում է մարտի 1-ի աֆիլիացված է մարտի 1-ի այդ ողբերգության հետ ուղիղ առնչություն ունեցող մեկ այլ անձնավորության հետ։ Տեսնում եք, միլիարդներով դրամներ են ստացել այս մարդիկ, հարգելի բարեկամներ, եւ հետագայում ինչ է տեղի ունեցել Արցախի հետ, Արցախը ուղղակի կոոպերատիվի նման լուծարվել է։ Սրանք բոլորը
Հայաստանի Հանրապետության հարկատուների փողերն են, որը այսպես որոշել է տնօրինել Հայաստանի Հանրապետության վարչապետը։ Դորոժնիկ ՍՊ միլիարդ 382 միլիոն, Եվրոստրոյ ՍՊ միլիարդ 362 միլիոն, Armat Construction միլիարդ 337 միլիոն, Solid Construction միլիարդ 322 միլիոն, Արցախ Fruit PB միլիարդ 331 միլիոն, Աստծա PB երևի միլիարդ 31 միլիոն, Ստեփանակերտ Service PB միլիարդ 26 միլիոն, Միքշին 901 միլիոն, Stack PB 862 միլիոն, Հայքշին 863 միլիոն, Petrol Service PB 725 միլիոն, ԱՀ քաղաքաշինության նախարարությունը եւս փող է վերցրել ներդրումային հիմնադրամից 692 միլիոն, EV Construction 548 միլիոն, GS Plus 540 միլիոն, Elad Group 540 միլիոն, DA Group 510 միլիոն, Garant Auto 448 միլիոն, Արցախ Շին Group 446 միլիոն, Eris Group 403 միլիոն եւ այսպես հարգելի բարեկամներ ընդհանուր թիվը 150 միլիարդ դրամ պարտքային ժամկետած պարտավորություն Արցախի ներդրումային հիմնադրամին, որը բոլորիդ պարզ է արդեն ինչ է, որի հետ բոլորիդ պարզ է թե ինչ է տեղի ունեցել։ Բացի սրանից, հարգելի բարեկամներ, բացի սրանից Արցախում տրված են եղել նաև 800 միլիոն դոլար վարկեր։ Առևտրային բանկերի կողմից արդեն 800 միլիոն դոլար վարկերի մի մասը բնականաբար ստացած կլինեն սովորական արցախցիները եւ ճնշող մեծամասնությունը, բայց այդ վարկերի հարգելի բարեկամներ ճնշող մեծամասնությունը ստացել են այսպես կոչված օլիգարխատի ներկայացուցիչները։ Օրինակ, եւս մենք ակամ ուզում եմ ասել, որ Արցախ էներգոն գրավադրված է եղել Արչին բանկում, վարկ է վերցված եղել 30 միլիոն դոլարի չափով, վարկը վերցրել է Սամվել Կարապետյանը եւ որը 23 թվականի դեկտեմբեր ամսին այդ 800 միլիոն դոլարը ներառյալ 30 միլիոն դոլարը ժողովրդական լեզվով ասած Հայաստանի Հանրապետության կառավարությունը ջրել է 30%-ը առևտրային բանկերը դուրս են գրել, 70%-ը ստանձնել է Հայաստանի Հանրապետության կառավարությունը, այսինքն ավելացել է Հայաստանի Հանրապետության ներքին պետական պարտքը։ Ահա Արցախի լուծարումից հետո, Արցախը վարի տալուց հետո մի մեծ չափ մարդկանց համար տեղի ունեցավ ողբերգություն, բայց մի խումբ ընտանիքներ դրանից ունեցան ֆինանսական լրջագույն օգուտներ, հարգելի բարեկամներ, ինչ որ մեկի համար ժաշկ էր, ինչ որ մեկի համար հրաշք էր։ Հիմա ես հարց եմ ուզում տալ Փաշինյան Նիկոլին եւ Փաշինյան Նիկոլի գրպանում գտնվող ընդդիմադիրներին։ Դե Փաշինյան Նիկոլի հետ արդեն ամեն ինչ պարզ է։ Եթե կան մարդիկ, ովքեր կարծում են, որ այս ամենը միայն ու միայն Փաշինյան Նիկոլն է արել, իրենք չարաչար չսխալվում են, մոլորության մեջ են, հա։ Եթե կան մարդիկ, ովքեր կարծում են, որ Սերժ Սարգսյանը Հայաստանի Հանրապետությունը չի կառավարել եւ այդ բրազդի ուպրավլենիա կոչված ամբողջությամբ տվել է Փաշինյան Նիկոլին, ինքը չարաչար սխալվում է։ Բայց հիմա ես հարց եմ ուզում տալ նաեւ այն մարդկանց, ովքեր պարլամենտում նստած են եղել եւ այս ողջ խայտարակությունը տեղի է ունեցել իրենց վերահսկողության ներքո։ Դուք այստեղ պատասխանատվություն չեք կրում, դաշնակ մաշնակներ։ Պարոն Քոչարյան, միայն երկու դրվագով 1 միլիարդ 200 միլիոն դոլարի առերևույթ հանցագործություն է տեղի ունեցել պարլամենտի վերահսկողության ներքո։ Այդ հանցագործությունները տեղի է ունեցել, այդ հանցագործությունները կազմակերպել է Սերժիկ Սարգսյանը եւ Նիկոլ Փաշինյանը։ Եվ դուք եղել եք վերահսկողական այդ բանի ինստիտուտի հաստատության խոշոր խմբակցության առաջնորդը։ Հիմա այս ամենի համար ով պիտի պատասխան տա։ Բա որ ես ասում եմ, բոլորը ձերքի տված վարի եք տվել, բոլորը ձերքի տված բեր ժողովրդին հասցրել եք այս վիճակին եւ պետությունը այս վիճակին։ Ինչ են ձեր դուք կամ ձեր
թիմակիցները այս ամենը վատ տանում։ Փաշինյան Նիկոլը առավոտից երեկո խոսում է մարտի 1-ի հանցագործությունների մասին։ Կազմակերպությունների անուններ եմ տալիս, որոնք աֆիլիացված են մարտի 1-ի հանցագործությունների հետ, որոնց Փաշինյան Նիկոլը ֆինանսական ծառայություն է մատուցել։ Բայց այս հարցերը պարլամենտում ինչու չեն քննարկվում։ Այս հարցերը պարլամենտում ինչու։ Հիմա դուք դուրս եք եկել Փաշինյան Նիկոլի դեմ, հա։ Հիմա դուք Փաշինյան Նիկոլի դուք ինչի դիմաց եք լռել, հարգելի դեպուտատներ, դաշնակ մաշնակներ, ինչի դիմաց եք լռել։ Ես սրան պիտի ավելացվի նաև այն, հարգելի բարեկամներ, որ Արցախում եղել են հեկեր, որոնք վաճառել են ադրբեջանցիներին Արցախի այդ ավանտյուրայից հետո, հայերը վաճառել են ադրբեջանցիներին եւ Հայաստանի Հանրապետության կառավարությունը կոմպենսացում է տվել։ Պարոն Քոչարյան, քանի դաշնակ է իր հեկը վաճառել ադրբեջանցիներին եւ ստացել կոմպենսացում։ Սերժիկ Սարգսյան, այս ամենի պատասխանատուն ով է։ Դու այս ամենի հետ որևէ առնչություն չունես։ Սերժիկ Սարգսյան, դու եւս ունես Հայաստանի Հանրապետության պարլամենտում խմբակցություն, ովքեր ամբողջությամբ պահել են այս հարցերի վերաբերյալ բացարձակ լռություն։ Որևէ մի падգամավոր տեսել եք, հարգելի բարեկամներ, դուրս գա լիագումար նիստերի այդ դահլիճում 1000 անգամ Նիկոլ Փաշինյանի հետ հարց ու պատասխան են ունեցել, 1000 անգամ ինչ հիմար հարցեր ասես չեն տվել։ Որևէ մեկը տեսել եք դուրս գա ասի, պարոն Նիկոլ Փաշինյան, այդ $800 միլիոն վարկը, որ դու ջրել ես, այդ $800 միլիոն վարկը, որ դու բերել դրել ես Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ուսերին, եւ 70%-ը, եւ 30%-ը, որովհետեւ 30%-ը բանկային համակարգը դուրս գարելով ստացել եք carte blanche քաղաքացիներին քերելու։ Հիմա դուք լսել եք երբևէ որևէ մի падգամավոր դուրս գա, ասի 10 ամենախոշոր վարկառուների անունները ինչու՞ չես հրապարակում։ Դու ում վարկերն ես դրել ժողովրդի ուսերին, Փաշինյան Նիկոլ։ Այս հարցերը, որ չի բարձրացվել պարլամենտում, ինչի դիմաց չի բարձրացվել պարլամենտում։ Ինչի դիմաց։ Ինչքան եք դուք ստացել, որ այս հարցերը չեք բարձրացրել։ Ազգային ժողովում նստած քանի գործակալ է եղել ազգային անվտանգության ծառայության, ովքեր իրավունք չեն ունեցել այս հարցերը բարձրացնելու։ Հիմա այս ամենը պիտի ստանա իր պատասխանը։ Նախընտրական կամպանիայի իրար ամենավերջին հայհոյանքներն եք տալիս։ Այս հարցերի վերաբերյալ պիտի քննարկում տեղի ունենա, թե պիտի քննարկում տեղի չունենա։ Հիմա դուք Փաշինյան Նիկոլին դեմ եք, թե կողմ եք, դուք ո՞նց եք։ Դուք մի կողմից ասում եք, որ այ վաղը ադրբեջանցիները կգան, վաղը 300,000 ադրբեջանցի կգա, ադրբեջանական բենզին է գալիս, սա է լինում, նա է լինում։ Մյուս կողմից լռում եք, երբ հայերը հեկերը վաճառում են ադրբեջանցիներին, կառավարությունից կոմպենսացում է ստացել։ Ես քննիչին հարց եմ տալիս, ասում եմ, այս թեմայի վերաբերյալ Փաշինյան Նիկոլը պիտի հարցաքննվի։ Ասում է, ինչ հարցաքննվել։ Հարկ չենք համարել, չենք հարցաքննել։ Պարոն դաշնակ մաշնակներ, դուք էլ հարց չեք համարել, չեք հարցաքննել։ Իսկ կարող դուք հարկ չեք համարել, չեք հարցաքննել, որովհետև կոլաբորացիոն հարաբերությունների մեջ եք Նիկոլի հետ եւ կոլաբորացիոն հարաբերությունների մեջ եք Սերժի հետ։ Հայաստանի Հանրապետության ամենաազդեցիկ մարդկանցից մեկը Սերժ Սարգսյանն է եղել է եւ մնում է։ Այս ամենի մեջ ինքը թաթախված է, հասկանում եք։ Այն մարդիկ, ովքեր խոսում են առավոտից երեկո ամեն ինչի մասին, բայց Սերժ Սարգսյանի անունը չեն տալիս։ Նրանք դերասան սրիկաներ են։ Դերասան սրիկաներ են, ովքեր ողբերգության հաշվին արյան վրա կառուցում են իրենց բարեկեցությունը։ Եվ հիմա դուրս են եկել 5 տարի Փաշինյան Նիկոլի եւ Սերժիկ Սարգսյանի իրականացրած այսպիսի հանցագործությունները լեգիտիմացնելուց հետո անամոթաբար դուրս են եկել էլի ժողովրդի քվեն են պահանջում եւ ոչ մի լրագրող այս հարցերը չի տա։ Պարոն Քոչարյան Ռոբերտ, այդ Նանա Իսրայելյանն է, Աննա Իսրայելյանն է, որ գալիս է ձեզ մարտի 1-ի վերաբերյալ հարցերը տալիս։ Ինքը երբեք այս հարցերը ձեզ չի տա, որովհետեւ այս հարցը ինչքան որ ձեզ է անհարմար, այդքան էլ Նիկոլ Փաշինյանին է անհարմար։ Որովհետև այս հարցերը ինչքան որ ձեզ է անհարմար, այդքան էլ Սերժիկ Սարգսյանին է անհարմար։ Դրա համար այս հարցերը ձեզ չի տա։ Ինչ հիմարություններ կասի, դուք էլ այսպես մի տեսակ պատասխանեք կգնա առաջ։ Այ հարգելի բարեկամներ, այսպես են
Արցախի լուծարումից հետո հայ կոլաբորանտները ձեռք տակացրել այդ ողբերգության վրա։ Հիմա այս հարց եմ տալիս։ Նույն մարդիկ, նույն մեթոդաբանությամբ, նույն գործիքներով, նույն նպատակներով, նույն ռեսուրսներով գործում են Հայաստանի Հանրապետությունում։ Հայաստանի Հանրապետության հետ 5 տարի հետո կամ 10 տարի հետո ինչ է տեղի ունենալու։ Կռահելը այդքան էլ բարդ չի։ Կռահելը այդքան էլ բարդ չի։ Ես ձեր տիրուշմերը